Կասեք ինչ նկար է ձեր ձեռքում։ Մեր երկիպարի անսամբլն է, որը առաջին ուրեմն մեր զբաղության ճակատում իմ մայրիկը եղել է մեներկչուհի, իրենք անց են կացել Բաղրամյանի հետ, իր զորքի հետ մոտ 40 օր եւ ինքը ստացել է Զաբաևի զասլոգի մեդալ, որովհետեւ եղել են պատերազմի ոնց որ մասնակից, որտեղ այնտեղ որտեղ որ եղել են իրենք համերգներով հենց մարտերի ժամանակ է եղել եւ նաեւ ստիպված են եղել պատասպարվել մասնակից ստացել են բարձր ուրեմն մեկը ստացել է շքանշան, մյուսը մեդալ, այդպես։ Եվ ձեր ուղերձը այս տոնի կապակցությամբ։ Մենք պետք է լինենք հաղթողների ճամբարում։ Մենք պետք է լինենք միշտ հաղթող, որովհետև հայ ժողովուրդը եթե միասնական է եւ ամբողջ կազմակերպված, ապա ինքը անպայման հաղթող է։ Այդ դա հաստատվել է մի շարք ժամանակ եւ հատկապես առաջի Արցախյան պատերազմի ժամանակ, այնպես որ ես կարծում եմ, որ մեր հաղթանակները դեռ առջևում են։ Մենք պարտադիր դա պետք է ունենանք։ Արցախն էլ պետք է